Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված լրագրողների խումբն այցելեց Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում տեղակայված Զորամաս եւ մարտական հենակետ։ Նախ լրագրողները ծանոթացան զինծառայողների առօրյային, Զորամասում անցկացվող ուսումնական պարապմունքների ընթացքին եւ կենցաղային պայմաններին, ինչպես նաեւ այց կատարեցինք մարտական դիրքեր, ծանոթացանք դիրքերի կառավարվածությանն ու ինժեներական աշխատանքների ընթացքին։ Կառուցվում էր նաեւ թիկունքի մասնաշենքը, Զորամասի սպորտ դահլիճը։ Տավուշի N Զորամասի հրամանատար գնդապետ Վահան Սարգսյանը խոսելով ատեստավորման գործընթացի մասին ասաց, որ դիմորդները բավական շատ են, պայմանագրայինների մեծ հոսք կա։ Համ բարձրացնում է մարտունակությունը, համ կենցաղային պայմանները անձնակազմի, դիմորդները ցանկություն հայտնողները բավականին շատ են։ Երկրորդ փուլում կարամ ասեմ, որ արդեն իսկ անունները ներկայացրել ենք, պայմանագրային զինծառայողների մեծ հոսք կա, որ ցանկություն հայտնեն անցնեն ատեստավորում։ Ու դրական է շատ ատեստավորումը, ավելի շատ կապված է արդեն անձից, իր թե ֆիզիկական, թե մտավոր, թե գիտելիքի բոլոր ունակությունները, ինքը իր աշխատում է լրացուցիչ, որ իր հերթին նորից բարձրացնում է մարտունակությունը։ Դուք ատեստավորվել եք։ Ես տվել եմ անունս, կատեստավորվեմ փետրվարին։ Դիմորդների մեծ մասը դրական գնահատական ստանում է, սակայն ցածր է կերազանց ստացողների թիվը, նշում է գնդապետը։ Զորքի բարոյահոգեբանական վիճակը ըստ Զորամասի հրամանատարի բարձր է, պատերազմից հետո ավելի է բարձրացել։ Բոլորը ունեն հարազատներ, եղբայրներ կորցրած զինվորական պատերազմի ընթացքում եւ հիմա ավելի ես նկատում, որ միտումը, մոտեցումը, ծառայությանը շատ ավելի գիտակցված է։ Եթե համազգեստը հագնում է ցանկացած անձ, թե զինվորական, թե զինվոր, թե սպա, մեր խնդիրը մեկն է, մեր նպատակը խնդիրը կատարելն է։ Կլինի խաղաղության համար միտված։ Սարգսյանը նշեց, որ դիրքերում իրավիճակը հարաբերական կայուն է, կրակոցներ գրեթե չեն լինում։ Իրենք էլ մշտապես պատրաստ են կատարել իրենց առջև տրված խնդիրը։ Ողջ ազգին ես համարում եմ որպես բանակ, բոլորին մաղթում եմ խաղաղություն։ Մնացածը շատ լավ է լինելու։